Քո անունը ի՞նչ է։ Իմ անունը Ջորջ Ալի։ Ջորջ Ալի, իմ անունը Աշոտ է, Ջորջ Ալի ջան, շատ հաճելի է։ Միամիտ տեսա, ծանոթացա, ասում եմ, ես ինչ աղբահանության թեմա է, ասում եմ, ես բիզնես ունեմ, կպատմես մի հատ։ Ես մի հատ փոքր բիզնես ունեմ, իմ ածե վրա ես տարբեր օբյեկտում պայմանավորվում եմ, իրանց հետ որ օրվա մեջ գամ, մաքրեմ, լավանամ, իրանց հալիներ, աստիճաններ հավաքեմ։ Աղբահանես, հավաքես, բերես, լցնես այստեղ։ Այստեղ Սարյանի վրա մի 6 հատ օբյեկտ կա, ռեստորաններ կա, միջև Չարբա։ Ահա, դու քո ինքդ բիզնեսի սեփականատերն ես, իսկ ո՞նց ես բացել, Ալի ջան։ Ես սկիզբից անգլերեն դասատու եկել եմ, ես 12 տարի անգլերեն դասատել եմ։ Հրաշք։ Չինաստանում 2 տարի աշխատել եմ, հետո եկել եմ որ Հայաստան COVID-ի ժամանակ coaching center փակելա, եկել եմ Հայաստան ու սկսել եմ անգլերեն դասատել։ Բայց փոք շատ քիչ է, 180,000 դրամ ամիսվա, ես մտածել եմ այտենց չինում իմ կյանքի ոնց ասեմ ապայի համար, որ լավացնեմ։ Հետո ես կամաս մի քիչ ChatGPT օգտագործել եմ, Instagram նայել եմ, քայլել եմ որ տենամ Երևանում ինչ ելնում է, որտեղ փողը, ու հետո որոշել եմ որ սպասարկությունի մասին աշխատեմ ու Glovo-ի հաշիվ ունեցել եմ իմ ածը փոքել եմ Glovo-ից, որ սեփական բիզնեսի պես, այտենց հարգմուծում եմ ու սկսել եմ այս բիզնես։ Ուրեմն դուրս է գալիս, որ դու հիմա ինքդ ածը ունես, դու քո բիզնեսն ես բացել, աշխատում ես, դու ինքդ քո դիրեկտ քո տնօրենը դու ես, դու տնօրեն չունես։ Ինտերես է։ Իսկ ինչ կասես Հայաստանում փող աշխատելը, լավ է, արի ամեն ինչ կա, հələ մի հատ ասա, ես այդ մտքին եմ։ Ճիշտ բան ասեմ, պրյամո ասեմ, որ Հայաստանում փող կա։ Ես հիացած եմ։ Հայաստանում փող կա, բայց մի քիչ քելքով պետք է աշխատի մարդ, եթե հալալ փող ուզում է։ Հալալ փող Հայաստանում լիքը կա, բայց մի քիչ քելքով պետք է աշխատի, իրանց comfort zone-ից մի քիչ դուրս պետք է գա, որ այտենց գործը ինքը չի արել, յանքում այտենց գործ պետք է անի։ Ավլելը ամոթա, այտենց չի կարա ամոթա, փորելը ամոթա։ Ինձ թվում է շատերը ցավոք սրտի։ Ճիշտ ասած, ամոթ տղամարդի համար ամոթ որն է, գիտեք, որ չի ուզում նորմալ հուզի վրա գործանի, ուզում է կասինո քաղաքի, ուզում է շուտ հարուստանա, հեշտ փողը։ Էդի ինձ թվում է մարդի հոգի փչանում է։ Բայց եթե դուք ծանր գործ անում եք ու միշտ դուք գիտեք որ ձեր փողը հալալ է, ձեր հոգի կմնա մաքուր։ Համաձայն եք, չէ՞։ Դի ամեն կրոնի մեջ էլ գրած է որ ես մուսուլման եմ, բայց ես մեր մոտ քրիստոնեան անգերներ ունեմ, ես բայբել կարդել եմ ու ամենակարևոր մարդը որ մարդ իրանց կյանքը ապրի հալալ ձևով։ So էդի մի հատ ու Հայաստանում առանց հայերեն լեզուով ոչ ոք չի կարող անի։ Հայերեն լեզու շատ կարևոր բան է։ Եթե շատ գեղեցիկ ու շատ գեղեցիկ լեզու է, ու շատ հին է, լիքը բառ կա, for example, ձեր մի քանի հատ բառ մենք էլ օգտագործում եմ, ազիզ, հետո աֆսոս, մոմ, սապուն, ջան, սա նշանակում նման է, մեր մոտ էլ նման է։ Մի քիչ դեմքով էլ ենք նման իրար։ Հա, մի քիչ հա, որովհետև ձեր արյան որ ասում է արյան Այն մոմենտը մեր երկրում եկել է համեմուկների համար ու մեր երկրում Silk Road է, էդի խոսքի Չինաստանից Southern Asia կապված է, Հնդկաստան, Բանգլադեշ ու Պակիստան, so մեր վերայից լիքը արյան ազգից մարդները անցել։ Ապրես, ինչ կցանկանաս իմ դիտորդներին, ես ունեմ մոտ 40,000 հետևորդ, ինչ կցանկանաս, որ ինքս զբաղվում եմ, պայքարում եմ նրա դեմ, որ մարդիկ սիգարետը չկցեն։ Էս մի հատ բան է շատ կարամ ասեմ, մի անեք, որովհետև նայեք, մենք այտենց երկրից ենք, Հնդկաստան, Բանգլադեշ, որ մենք մեր աշկերով տեսել ենք ոնց մեր երկիր փչացել է, որ մաքուր չի պահե, գետի մեջ զիբիլա գցում։ Ձեր երկրում էլ այտենց բաներ կա, դուետի բաժակներ, դուետ խմում է պրյամո գետին։ Այտենց բաներ, սիգարետի փչոկներ, այտենց բաներ, որ մի քիչ ուշադիր լինի ու մի հատ էլ բան ես ուզում եմ խնդրեմ հայ ժողովրդի հետ որ հա մի հատ անեկդոտ կա գյուղ չկա շուն չլինի բայց մի քիչ մեր համար մի քիչ դժվար է Հայաստանում որովհետև ամեն մարդին համեմատում է նման պես որ մենք մի քիչ կեկտոտ ենք մի քիչ աղքատ ենք անսովորած ենք բայց նայեք ես 12 տարի դասատ եմ եղել դրա մասին մի խոսա դա ամեն ինչը կանցնի արդեն անցնում է առաջվա համեմատ շատ է փոխվել առաջ իրոք տարբերություն էին դնում հիմա արդեն անցնում է հույսով լինենք որ կասի մի հատ sense կնկարես ես ուզում եմ ուրեմն Ջորջ Ալին sense մի հատ դուք ապրես ես հիացած եմ այս տղայով ու
Կուզեի քեզ խնդրեի, որ դու մեկ-մեկ համարը թիմած ասի, ես քեզ զանգամ մեկ-մեկ իրար հետ վիդեո անեմ, այսպես խոսենք, հա։ Լավ։ Հաճելի է, չէ՞, տղա, իրոք։ Շնորհակալություն։ Ամենալավն ու բարի, ծաղկենք զորադար։